Փաստաբան Արսեն Բաբայանը այսօր ներկայացրեց Արշակ arczepiskopos Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի միջազգային փորձաքննությունների արդյունքները, որոնք ստացվել են 3 տարբեր երկրներից։ Փաստաբանը նախանդրադարձավ նույն տեսագրության վերաբերյալ Հայաստանի քննչական կոմիտեի եզրակացությանը։ Հայաստանում ստացված արդյունքների տակ ստորագրած փորձագետի մասին անուն ազգանունից բացի ոչինչ հայտնի չէ, իսկ այն միջազգային փորձագիտական խմբերը կամ անհատները, որոնց դիմել է Սրբազանի պաշտպանական կողմը, հրապարակային գործունեություն ունեն, նշեց փաստաբանը։ Մենք որևէ դեպքում քրեական դատավարության շրջանակներում ոչինչ ապացուցելու ցանկություն ու անհրաժեշտություն չունենք այս գործով։ Մենք այս փորձաքննությունները չենք իրականացրել, որ որևէ եղանակով դա քրեական դատավարությունում որպես ապացույց ներկայացնենք։ Ինչի՞, որովհետև խարուցված կամ իրականացվող վարույթի շրջանակներում Արշակ Սրբազանը թեև ունի վկայի կարգավիճակ, դատավարական կարգավիճակ, բայց փաստացի տուժողի կարգավիճակ ունի։ Արշակ Սրբազանը հենց առաջին օրը հայտարարեց, որ ինքը առնչություն չունի այդ տեսագրության բովանդակությանը, այդտեղ պատկերված իրողությունները իր հետ որևէ առնչություն չունի, հետևաբար ինքը չէր կարող տուժել իր անձնական կամ ընտանեկան գաղտնիքի ռեժիմը խախտելուց։ Եթե ինքը չի, ուրեմն իր անձնական ու ընտանեկան գաղտնիքը որևէ մեկը չի խախտել։ Բայց փոխարենը հայտարարվեց նաև քննչականում, որ մեկ այլ բանից է տուժել Արշակ Սրբազանը, մասնավորապես այն բանից, որ ինչ որ մեկը կամ ինչ որ մարդիկ կեղծ տեսագրությունները ստեղծելու ճանապարհով փորձել են արատավորել այդ մարդու անունը, փորձել են ատելություն սերմանել Արշակ Սրբազանի եւ ընդհանրապես եկեղեցու նկատմամբ։ Եվ հետեւաբար գործի քննության ուղղություններից մեկը կամ մեր համոզմամբ միակ ուղղությունը դա պետք է լինի եւ հետեւաբար պետք է քննություն իրականացվի այդ ուղղությամբ եւ հայտնաբերվեն այն անձինք, որոնք որ իրականացրել են այդ կեղծիքը եւ այնուհետ դրա տարածումը։ Հիմա խոսեմ այն փորձաքննության մասին, որի մասին այդքան քննչական կոմիտեն խոսեց եւ որը, ինչպես հիշում եք, ներկայացվել էր մի քանի եպիսկոպոսների։ Այդ փորձաքննությամբ, դատատեսաձայնագրային փորձաքննությամբ միայն մեկ հարց է տրվել։ Արդյոք տեսագրության մեջ պատկերված տղամարդը Արշակ Սրբազանն է թե ոչ։ Այս մի հարցն է եղել։ Օրինակ հարց չի տրվել. արդյոք այդ տեսագրությունը իրականության հետ առնչություն ունի թե ոչ։ Արդյոք այդ տեսագրությունը կեղծիք է թե ոչ, հա որևէ նման հարց չի տրվել։ Հիմա ես դրա մասին, երբ որ արեցի իմ առաջին հայտարարությունը, ինչ էի ասում, մենք հո չենք ասում, թե Արշակ Սրբազանը գանգրահեր մի բաց մաշկով մի երիտասարդ է, որը բոլորովին նմանություն չունի այդ տեսագրության մեջ եղած անձի հետ։ Մենք այլ բան ենք ասում, տեսագրության բովանդակությունը կեղծված է։ Դուք արհեստական բանականությամբ բազմաթիվ այդպիսի տեսագրություններ տեսել եք սարքած, չէ՞։ Փորձագետը չի հաստատում հաստատապես, որ տեսագրության մեջ պատկերված անձը եւ Արշակ Սրբազանը նույն անձինք են, ասում է հավանաբար նրանք նույն անձինք են։ Բայց քննչական կոմիտեն միշտ այդ հավանաբար բառը չգիտես ինչի մոռանում է։ Ես հիմա ուզում եմ ցույց տամ, թե փորձաքննության այդ նկարային մասը մեկ իջից է բաղկացած, որի կեսը այս նկարն է։ Հիմա ինչ են արել, տեսագրությունից վերցրել են մի կադր, որտեղ որը իրենց կարծիքով երևում է տղամարդու դեմքը։ Վերցրել են ինտերնետից Արշակ Սրբազանի կադրը, հետո ասել են, դե քիթը նման է, չգիտեմ, ականջների մոտ մազածածկը նման է, ճակատը նման է, սանրվածքը նույնն է, երկուսն էլ ակնոց են դնում, եւ հետեւաբար կարելի է եզրակացնել, որ դա նույն անձն է։ Կարելի է եզրակացնել, կարելի է չեզրակացնել։ Բայց հիշեցնեմ կրկին, որ գլխավոր հարցը, տեսագրությունը, իրականությանը համապատասխանում է թե ոչ, այդպես էլ չի տրվել։ Այդ եզրակացությունից բացարձակ հասկանալի չէ, փորձագետը ինչ կրթություն ունի, ինչ մասնագիտություն ունի, որտեղ է փորձագետը աշխատում, քանի տարվա փորձառությամբ է աշխատում, ինչ մեթոդոլոգիաներով է աշխատել, բացարձակ ոչինչ պարզ չի։ Ինձ մոտ տպավորությունն է, որ մի ցանկացած մեկին ուղղակի տվել են, ասել են արի ստորագրի, տենց ինքն էլ եկել ստորագրել է։ Բայց կրկնում եմ, այդ փորձաքննությունը, որով պնդում են, թե հաստատվել է, որ տեսագրության մեջ պատկերված անձը Արշակ Սրբազանն է, իրականությանը չի համապատասխանում առնվազն տեսագրության գոյության, օբյեկտիվ իրականության մեջ այդ տեսագրության մեջ եղած իրադարձությունների գոյության իմաստով։
Միջազգային փորձաքննություններ կատարվել են 3 տարբեր երկրներում։ Ըստ ստացված արդյունքների տեսանյութերը ենթարկվել են մշակման, ձայնը, պատկերը իրար չեն համապատասխանում։ Փաստաբանը հրապարակեց փորձագիտական հետազոտության արդյունքները, հիմնավորումները, դրանք միմյանցից գրեթե չեն տարբերվում, ըստ այդմ եզրակացությունը մեկն է, տեսանյութերը կեղծ են, դրանցում երևացող անձանց նույնականացում հնարավոր չէ կատարել։ Հարցս, արդյոք տեսագրությունում պատկերված պատկերներն ու տեսաձայնային իրադարձությունները գոյություն են ունեցել օբյեկտիվ իրականությունում։ Այս այն առաջի հարցն է, որ պիտի տրվի, երբ որ դու տեսաձայնագրության վերաբերյալ փորձաքննություն ես անում։ Այդ ամենը իրականության մեջ գոյություն ունեցել է թե ոչ։ Պատասխան. տեխնիկական ցուցիչները ցույց են տալիս, որ ներկայացված ֆայլերը մշակված ացանցիալներ են եւ չեն հանդիսանում օբյեկտիվ իրականության բնօրինակ։ Չմշակված գրանցում։ Չափված ծրագրային հետքերի օրինաչափությունը, ծրագրային արտահանման բնութագրեր, ժամանակային վերաժամանակավորում, ֆիքսված կադրի մեջ կոմպոզիցիա, մնացորդային վարքագիծ հստակ վկայում է ալգորիթմական արտադրության եւ կամ նյութի վերակառուցման մասին։ Հետևաբար ներկայացված տեսագրություններում ցուցադրված տեսաձայնային իրադարձությունները գնահատվում են որպես կառուցված, մանիպուլացված թվային բովանդակություն։ Այստեղ ունենք նաև տեխնիկական հիմքերը դրա հետ կապված, որը շատ տեխնիկական է, այսպես չեմ ուզում հիմա հնչեցնել, դուք արդեն երբ որ հրապարակենք նաև հայերենը կտեսնեք դրա մեջ։ Հաջորդ հարցը, որ 7 հարց եմ տվել ընդ որում, հաջորդ հարցը. արդյոք տեսագրությունը չի ստեղծվել արհեստական բանականությամբ կամ տեսաբովանդակություն ստեղծելու համար նախատեսված հատուկ ծրագրերով։ Պատասխան. տեխնիկական արդյունքները հակասում են այն պնդմանը, թե տեսագրությունը չի ստեղծվել արհեստական բանականությամբ։ Այսինքն ես որ հարցնում եմ, արդյոք դա չի ստեղծվել արհեստական բանականությամբ, ասում եմ, այդ ձեր ասածը հակասում է, որ չի ստեղծվել։ Կամ մասնագիտացված ծրագրերով։ Մի քանի անկախ ցուցիչներ, ծրագրային արտահանման բնութագրեր, ժամանակային վերակառուցում, կադրերի վերաօգտագործման նշաններ, մնացորդային կայունացման օրինաչափություններ, ֆիքսված կադրի կոմպոզիցիա ցույց են տալիս, որ ներկայացված նյութերը հանդիսանում են մասնագիտացված ծրագրով ստեղծված կամ մանիպուլացված արդյունքներ եւ խիստ բնորոշ են արհեստական բանականությունով աջակցված սինթեզին եւ կամ արհեստական բանականությունով աջակցված վերակառուցման փոփոխության։ Էլի տեխնիկական հիմքերն են դրա վերաբերյալ։ Հաջորդը. արդյոք ձայնագրությունը եւ խոսքային բովանդակությունը չեն փոխվել, որտեղ եթե հիշում եք տեսաձայնագրության մեջ որոշակի ինչ-որ ձայներ կային, հա, աղմուկ կար։ Հիմա հարցս հետեւյալն է. արդյոք ձայնագրությունը եւ խոսքային բովանդակությունը չեն փոխվել։ Պատասխան. ձայնային հոսքը սինխրոնացված չէ տեսագրությանը եւ դրսեւորվում է հետարտադրական ժամանակային մանիպուլյացիայի նշաններ։ Կոնտեյների մակարդակով ժամանակային շեղումը, որը տված է նկարով, ինչպես նաև տեսաձայնային ժամանակային ոչ ստացիոնար վարքագիծը հաստատում են, որ ձայնը վերաժամանակավորվել, այսինքն վերասինխրոնացվել է տեսագրության նկատմամբ։ Եվ թվարկում է, որ 0.080 վայրկյանի տարբերություններ կան, այսինքն կադրը, ձայնը իրար հետ չեն համապատասխանում։ Չորրորդ հարցը. արդյոք ձայնային միջավայրը, պայմանները կամ տեսաձայնագրման միջոցները չեն փոխվել։ Պատասխան. համակարգված ժամանակային շեղումները եւ ժամանակի ընթացքում փոփոխվող սինխրոնացման վարքագիծը վկայում են հետարտադրական մշակման մասին։ Օրինակ, արտահանում, վերախառնում, վերաժամանակավորում։ Սա հաստատում է, որ ձայնային հոսքը եւ ներկայացված իրական գրանցման շղթան ենթարկվել է փոփոխության։ Սրանք կեղծիքի մասին է խոսքը։ Էլի հիմքերն են։ 5-րդ հարցը. արդյոք տեսաձայնագրությունը պարունակում է տեսա եւ կամ ձայնային խմբագրման հետքեր։ Սա մասնավորապես նկատի եմ ունեցել մոնտաժման հետքեր, եթե օրինակ լիներ իրական նկարահանված որոշակի կադրեր, արդյոք մոնտաժի միջոցով կարող էին իրար բերել կպցնել։ Այո, պարունակում են փաստորեն հետքեր, ներկայացված նյութը պարունակում է խմբագրման եւ ծրագրային հետարտադրական մշակման բազմաթիվ հետքեր, մոնտաժ, վերարտահանում։ Դրանք ներառում են ֆիքսված կադրի մեջ կոմպոզիցիա, միատեսակ արտահանման բնութագրեր բոլոր հատվածներում, տեսաձայն ժամանակային համակարգված շեղումներ եւ ժամանակային վերասիմպլինգի նշաններ, գրեթե կրկնվող կադրերի գերակշռություն, կադրերներ են նույնիսկ կրկնվում։ Էլի տեխնիկական հիմքերն են։ Արդյոք հնարավոր է նույնականացնել տեսագրությունում պատկերված անձանց։ Սա իմ 6-րդ հարցն է, որ բոլոր փորձագետներին տվել եմ։ Պատասխան. ներկայացած նյութի ցուսալի դեմքային նույնականացում կատարել հնարավոր չէ։ 640-512 լուծաչափը եւ սեղմումը, ինչպես նաեւ տեսարանի բովանդակությունն ու կայուն մորֆոլոգիական ներողություն, բովանդակությունն ու կադրերի կրկնությունը չեն ապահովում անհատականացման համար բավարար եւ կայուն մորֆոլոգիական մանրամասներ։
Տեխնիկական բարելավումը կարող է բարձրացնել ընդհանուր տեսանելիությունը, սակայն չի ստեղծում բացակայող նույնականացնող հատկանիշներ։ Այսինքն ավելի հասկանալի լինելու համար, ասում է տեսագրության որակը հնարավոր է մի քիչ լավացնել, բայց այնուամենայնիվ անհատականացնող այն նշանները, որի միջոցով հնարավոր կդառնար անձին նույնականացնել, դրանք վերականգնել հնարավոր չի։ Եվ վերջին 7-րդ հարցը. արդյոք միջավայրի եւ տեսանելի օբյեկտների երկրաչափական չափերի վելությունը ցույց է տալիս, որ նկարահանումը կատարվել է նախապես կառուցված հատուկ ստուդիայում կամ դեկորացիա տարածքում։ Սրա նպատակն էլ, որ հնարավոր է դերասանների օրինակ օգնությամբ այդ նկարահանումը տեղի ունեցած լիներ, այնտեղ ինչ որ այսպես պավիլյոն ստեղծեին, սերիալ նկարեին, կինոներ ինչպես են նկարում, փորձել են բոլոր հարցերի պատասխանները ստանալ, որ բոլոր անկյուններից ունենանք հնարավոր կեղծիք է, թե կեղծիք չի։ Հարցից պատասխանը. ներկայացված արտահանված ֆայլերի հիման վրա հնարավոր չէ կատարել հուսալի երկրաչափական գնահատում այն մասին, թե տեսարանը ստեղծվել է հատուկ նկարահանման համար կառուցված միջավայրում, ստուդիայում կամ դեկորացիա։ Սահմանափակ լուծաչափը սեղմում եւ մի շարք հատվածներում ակտիվ պատկերի փոքրացված տարածքը սահմանափակում են ճշգրիտ երկրաչափական չափումների հնարավորությունը, մասշտաբ, հողմային չափեր, խորքային հարաբերություններ։ Հետևաբար, ստուդիա դեկորացիա վարկածը չի կարող հաստատվել կամ բացառել զուտ երկրաչափական հիմքով։ Խոսեցինք այդ բարեկարգման, թե բարանորոգման հանձնաժողովի, նաև այդ նախկին հոգևորականի մասով, ինչպես հիշում եք, անդադար պնդումներ կա, որ մենք այդ եզրակացությունը տարանք ցույց տվեցինք վեհափառին, եւ նա ոչինչ չարեց, եւ նա ծանոթ է այդ տեսագրություններին։ Ես եթե անկեղծ չգիտեմ, հիմա կարող եմ այդ մասին ասել թե չէ, բայց շատ չմանրամասնելով կասեմ, որ վեհապարը ծանոթ չի այդպես փորձաքննությանը, որը որ քննչականն է իրականացրել, հետեւյալ պատճառաբանությունով, իր կողմից տված պատճառաբանությունով։ Իդեպ դա ինձ է ասել, ես կարծում եմ կարող եմ դրա մասին բարձրաձայնել, որովհետև ի սկզբանե ներկայացնողին, այդ նույն նախկին Գևորգ Սրբազանին, Արման Սարոյանին ասվել է, որ այդ եզրակացությունը քո ձեռքում չէր կարող լինել։ Եթե այդ փորձաքննության եզրակացությունը քո ձեռքում է անօրինական ճանապարհով, հետեւաբար ես հրաժարվում եմ մասնակից լինել դրան եւ ծանոթանալ այդ փորձաքննությանը։ Այսինքն անօրինական եղանակով բերված փորձաքննությանը չի ծանոթացել։ Եվ հաջորդ հայտարարությունը, որ ուզում եմ անեմ, իմ նշած փորձաքննությունները իմ կողմից առանձին գրությամբ ուղարկվելու է նաև Մայրաթոր Սուրբ Էջմիածին, մասնավորապես հոգևոր խորհրդին։ Ըստ փաստաբանի, փորձագիտական եզրակացություններ են սպասվում այլ երկրներից եւս, ուր ուղարկվել է տեսագրությունը։ Հիշեցնենք, որ Արշակ arczepiskopos Խաչատրյանն անազատության մեջ է դեկտեմբերի 4-ից։ Իրականացվել է հետապնդում մի հոդվածով, որը վերաբերում է թմրամիջոցներ իրացնելուն, ինչը պաշտպանության կողմը անհեթեթություն է որակել։